Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, ես ուզում եմ երկու խոսքով բացատրեմ, որ մենք հայերս եղել ենք 25,000 տարի արևապաշտ, հետո եղել ենք ջրապաշտ Նոյի ժամանակ, հետո կիրը գրավել է մեր հետսոսական թագավորությունը, պարսիկ թագավոր կիրը, մեր առաջին մայրաքաղաքը, Երևանում ապրում են երևանցիներ, Աբովյանում աբովյանցիներ, Հեքսոս քաղաքում հեքսոսցիներ, երբ որ Հեքսոս քաղաքը կիրը գրավեց, ժողովուրդը բալանիները հանձնելով քաղաքի ասեց ան կիր, ան։ Եվ այդ օրվանից հեքսոսական թագավորության անունը դառավ մայրաքաղաքը։ Մեր առաջին մենք նույնիսկ պատմությունը չգիտենք, որտեղ մեր ակադեմիկոսները ուրիշ երկրի պատվերով ակադեմիչիսկիներն են իրանց ավարտել եւ այժմ այսօր Երևանը 12-րդ մայրաքաղաքն այս աշխատանք ունեն, որով ապացուցել են, որ Երևանը առնվազն 21-րդ մայրաքաղաքն է ու իրանից շատ ավելի մայրաքաղաքներ են ունեցել, դրանցից մեկը Հեքսոսն է, Անկիրանն է, մեր առաջին մայրաքաղաքն է, դրանից հետո Թուզն է եղել, ունենք Վանալիճ, ունենք Թուզլիճ, սենց իջել ենք դեպի Կիլիկիայով, մի մասը դեպի Կիլիկիայով եկել է Հայաստանի կողմը, մյուս մասն էլ վերևով գնացել է եւ ստեղծել է եվրոպական արժեքները, մինչեւ Բրիտանիա հասել ենք մենք։ Ինչ եմ ուզում այսօր ասեմ։ Ցեղապաշտ հայերը, մուսուլման հայերը ու հայ առաքելական եկեղեցու հայերը տարբեր ճյուղեր են հայության։ Կա աբրամական ճյուղը, որ Ադամից ու Եվայից առաջացած է, որի սկիզբն են վերցնում համ մուսուլմանները, համ քրիստոնյաները, սակայն ոչ մի տարբերություն չկա, երկուսն էլ ադամական են, եւ հայկականը, արամական, այսինքն ֆիքսում ենք ադամական եւ արամական, արամականից գալիս է հայկական ճյուղը, որի աստվածները Ծովինարն է, Լուսինեն է, Լիլիթն է, որը Ադամը վազեց Լիլիթի հետևից դունչը չհասավ, Եվային տաշին տվեցին իրան։ Մհիրն է, մեր հայկական ամբողջ դիցաբանություն, այսինքն մենք հայերս արևապաշտ հայերը տարբերվում են քրիստոնյա հայերից, որ քրիստոնյա հայերը մի աստված են ճանաչում Հիսուսին, իսկ մենք ճանաչում ենք ամբողջ հայկական դիցաբանությունը։ Սակայն դեպի հինը գնալը եւ նորի մեջ խրվելը, քանի որ նորը արդեն ճայճավորվել է, ես առաջարկում եմ նոր դոկտրինա, արմենիզմը։ Աշխարհում կա 4 հավատք, կրոնջ է հավատք։ Կա բազմաթիվ հավատներ, քրիստոնյա, քրիստոնյան կաթոլիկ, քրիստոնյա պրավասլավնի, պրոտեստանտներ կան, ֆրանկեր կան եւ այլ, բայց հավատք 4 հատ է։ Ուրեմն առաջինը դե ջհուդներն են, յուդաիզմը կոչվում, յուդայի հետնորդները, յուդաիզմ։ Հնդիկներն են, հնդիկների մոտ կոչվում է ինդուիզմ, այսինքն իրանք ինդուս են, ինդուիզմ։ Ճապոնացիները եւ չինացիները դինտոնիզմ եւ սինտոնիզմ, սինտեզ են արել, սինտեզ։ Ես առաջարկում եմ 5-րդ աշխարհի հավատքը, արմենիզմը։ Մենք արմենիզմը պիտի սինտեզ անենք, մեր հետանոսական անցյալը, ներկա հայ առաքելական եկեղեցու լավագույնը վերցնենք, լավագույնը, հայ առաքելական եկեղեցին անշուշտ ռեֆորմների մեծ կարիք ունի, որովհետև բնական չի, երբ որ տղամարդը կին չի ուզում, դա բնական չի, արդեն տերտերները, եպիսկոպոսները ասում են դրան, եթե դուք դա ասում եք, փոխեք, դա ձեր ձեռքն է, ձեզ ոչ մեկ չի ստիպում։ 1000 տարի առաջ էշերով ենք մանեկի, հիմա դուք էշ չեք նստում, լավագույն մերսեդեսներով եք եւ չինական, ճապոնական մեքենաներ եք նստում։ Ինչ եմ ես ուզում ասեմ, ես կոչ եմ անում միաբանության, ազգին կոտրելը, մասնատելը, դա շպիոնների գործն է, մաքուր հայ մարդը պիտի համախմբի, ես ուզում եմ համախմբել, 2014 թվին կամանդոսի ներքո մենք դոսաֆուն կենտրոնական ցիրկի կողքը հայտարարեցինք
հայկականությունը, արմենիզմը, ես առաջարկում եմ 5-րդ էլեմենտը, արմենիզմի շուրջ հավաքվենք եւ այդ պատճառով մենք ամեն տարի հունիսի 21-ին, այս տարի հունիսի 21-ն է անգնում, անցյալ տարի հունիսի 22-ին էր, մենք բացում ենք հայկական եզերական դարպասները, արևապտույտ ենք հրավիրում, ասպետական կլոր սեղան ենք հրավիրում, եթե ցանկություն ունեցողներ կան, որոնք ուզում են բարելավեն մեր երկիրը, մեր պետականությունը, խնդրեմ համեցեք։ Իմ համար միշտ առաջի տեղը Կարապետյան Սամվելը որ կար, շատերը գիտեք, մեր Քյաչալբոյով Սամվելի մասին եմ խոսում, ինքս մի հատ գաղտնիք ասեց Տիգրան ջան, մեր եկեղեցիները բոլորը կառուցված է հին հետանոսական տաճարների վրա եւ բոլորի տակ կաթողիկոսի անունն է գնում նոր հայոց թագավորի, դա սխալ է, պիտի հայոց թագավորի անունը լինի, նոր կաթողիկոսի, շնորհակալություն ձեր հետ հայոց ազգային բանակի կոմսներ, հետանոց Տիգրանը, մեր հայկական պետականությանը եւ պետությունը ես թույլ չեմ տա, որ դուք փլուզեք գիտակցաբար կամ անգիտակցաբար